Վարչապետ, այսօր դուք ըստ էության գաղտնազերծեցիք այս ընդդիմության գաղտնի պլանը, այն է ստեղծել հնարավոր խոչընդոտներ մեր արտահանողների համար այլ երկրի միջոցով սահմանափակումներ մտցնելու։ Ըստ ձեզ, ինչքան հեռահար կարող է լինել այս ընդդիմության հակապետական քայլերը այս ուղղությամբ, արդյոք մեր տնտեսվարողները հասկանում են, թե ովքեր են նպաստում իրենց համար խնդիրներ ստեղծվելուն, եւ ուզում եմ հասկանալ, ինչպիսի քայլեր պետք է անենք, որպեսզի չեզոքացնենք այս խնդիրները։ Ի վերջո, պարոն Գևորգյանի հարցը տալիս է նաև դրա պատասխանը։ Մենք պետք է դադարենք ինքներս մեզ հետ կոմպրոմիսի գնալ, որովհետև հասկանում ենք, մենք պետք է առերեսվենք, որ ինչպես ժամանակին ասում էր բանը Վահրամ Փափազյանը, ամեն սև բան օթելլո չէ, այնպես էլ ամեն այդ գույնը ինչ է, ամեն կոնյակի գույնը ամեն շագանակագույն բան կոնյակ չի, ժողովուրդ ջան։ Մենք պետք է սա արձանագրենք եւ առերեսվենք։ Եվ ես ողջունում եմ, որ այդ թվում ընդդիմությունը այդ հարցը բարձրացնում է եւ սրում է, եւ այդ էլ երկրորդ թեման է, որտեղ մենք կարող ենք կոնսենսուսային խորհրդարանում ընդունել օրենք, որպեսզի ստանդարտն է ճանապարհը, որպեսզի շուկաները բացվեն։ Ինչի մեջ է եղել խնդրեմը, որ որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք եղել արտահանել խմիչք, վրան կոնյակ գրած, որի մեջ եղել է նաև ցորենի սպիրտ։ Եվ բոլորը դրա մասին իմացել են։ Ինչի համար են նրանք, ովքեր թույլ են տվել դրա, մենք երբ որ փակել են, ասել են, բայց դեր ինչ խնդրեմն է, դուք ինչ խնդիր ունեք։ Մենք ասել ենք դա մեր ինքնիշխանության հաշվին է արվում։ Եվ ինչի են նրանք, ովքեր թողել են, ինչի համար են թողել, որ անհրաժեշտ պահին փակեն եւ խնդիրներ ստեղծեն։ Էդ է պատմությունը, ամբողջ պատմությունը։ Եվ դրա լուծումը դիվերսիֆիկացիան է։ Ես ասել եմ, եթե հենց այսօր էլ Ռուսաստանից օրինակ հայտարարեն, որ վերջ բոլոր շուկաները եւ բոլոր ամեն ինչ բաց է, մենք այլևս նախկին տրամաբանությանը չենք վերադառնա։ Էսա, ինչ վերաբերում է գաղտնի պլանին, դե գիտեք ինչ, հետեւյալը կա։ Մարդիկ մարդկանց բան են խոստացել, ստեղից ընդե են խոստացել, ընդեղից ստե են խոստացել, հիմա այդ խոստումները չեն կարող կատարեն։ Ոչ ընդեղից ստե են կարող կատարեն, ոչ ստեից ընդե են կարող կատարեն, եւ այդ իրավիճակն մտածում են ինչ անեն։ Մտածում են ինչ անեն, թող մտածեն։ Թող մտածեն, մենք համոզված ենք, որ մենք այս խնդիրը կլուծենք։ Այո, ինչքան պետքա կսուբսիդավորենք գյուղացիներին, բայց մեր սուբսիդավորումը պետք է լինի զարգացման ուղղությամբ։ Մենք այլևս կոնսերվացնելու ճանապարհով պետքա չգնանք։ Օրինակ գյուղատնտեսության ոլորտում հիմա ասենք բան ունենք, չէ՞, մենք անկում ունենք։ Մենք անկում ունենալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ գյուղատնտեսություն ասելով, բացի ինտենսիվ գյուղատնտեսությունից հասկանում ենք նաև այլ բան։ Դա կապ չունի, այսինքն մասամբ կարա կապ ունենա, բայց մեծ հաշվով կապ չունի, որովհետև 21-րդ դարում 2026 թվականին այլևս գյուղատնտեսություն ասելով հասկանում են բոլորովին ուրիշ բան, քան մենք դեպքերի 90%-ով Հայաստանի Հանրապետությունում հասկանում ենք։ Ստեղ է ամբողջ խնդիրը։ Արձագանք։ Շնորհակալ եմ, եւ ես կարծում եմ, որ մեր արտահանողներն էլ հստակ պատկերացնում են, թե իրականում ինչ է կատարվում, եւ գյուղմթերքի հետ կապված եւս։ Ուղղակի զավեշտը այն է, որ մյուս կողմից քաջալերում են այդ process-ների սահմանափակմանը, մյուս կողմից էլ պահանջում են, բայց ինչի՞ չեք լուծում այս հարցերը։ Զավեշտը կայանում է հենց դրանում։ Շնորհակալ եմ պատասխանը։ Չէ, որովհետեւ իրանք գիտեն, թե երբ որ մենք այդ հարցով խոսում ենք, ինչ են ասում, օրինակ, այնտեղից։ Գիտեն, իրանք գիտեն, ինչ են ասում, որովհետև այդ նարատիվները ստեղից են բանանում։ Հիմա ասենք մարդիկ կան, չգիտեմ, բանի Կրեմլի, կողքի, շենքի, ինչ-որ միտեղ նստած ինչ-որ մի մարդիկ կան, խոստացել են, ասել են գնա, ոբշմ, Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես։ Գնա ու վերենի ասա, որ դու ես։ Հիմա այս մարդը զանգում ասում է, բան եք ասել, բա ինչ եղավ, ոնց ալնելու հիմա։ Հիմա քիչ ես վարչապետ չեմ։ Հələ մի հատ ես իմ ինչ եմ։ Բա ոնց ալնելու։ Ընդից էլ ասում են, բա մի բան անենք, մի բան լինի, վերջը։
Այսինքն այս բարձ արդեն բան չկա, գաղտնիք չկա։ Քանի որ ինչպես ասել եմ, այնտեղ իմ ընկերներն են, իմ ընկերներն ինձնից գաղտնիք չունեն։ Ամեն ինչ բարձ բացայտ ասում են։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ընդմիջում մինչև 14:30